Վարդան Ղուկասյանի փաստաբանին գլխավոր դատախազությունում վստահեցրել են, որ ընթացք կտան պաշտպանների բողոքներին։ Որոշեցի, որ այսօր անձամբ կամ եւ բողոքս արդեն բանավոր կերպով հայտնեմ եւ պահանջեմ, որ պատասխան տրամադրեն մեր միջնորդություններին եւ բողոքներին։ Պարոն Ղուկասյան, Հոկտեմբերի 21-ից կալանավորված Վարդան Ղուկասյանի փաստաբանները 2 բողոք ունեն։ Առաջին հերթին փաստաբաններն ապօրինի են անվանում Ղուկասյանի կալանքը, քանի որ նրա նկատմամբ այլ խափանման միջոց են տրված։ Հիմա մենք ունենք նույն օրով նաև դատախազի իմացությամբ, այսինքն հսկող դատախազը դա հաստատել է, այլ ընտրանքային խափանման միջոցի վերաբերյալ որոշում պարոն Ղուկասյանի նկատմամբ։ Հիմա եթե կա այլ ընտրանքային 1 օր այնտեղ մնալը, կես վայրկյան այնտեղ մնալը կալանքի տակ, դա ապօրինի է։ Պոստանջյանը նաև ահազանգում է, որ 6-րդ օրն է չի ապահովում Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ բժշկական օգնությունը Երևան կենտրոն քրեակատարողականում, որտեղ նա տեղափոխվել էր հիվանդանոցում հետազոտությունները կիսատ թողած։ 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին, այսինքն այսօր էլ է փորձը բարձրացվել, հայտնվել, միջնորդ ենք փորձը ներգրավել մարդու իրավունքների պաշտպանին, բայց այս պայծրությամբ այդ մեր դիմումները կարելի ասել մերժված են։ Աննա Վարդապետյանին հանդիպել չի հաջողվել, գլխավոր դատախազի օգնականներից մեկն է վստահեցրել, որ կզբաղվեն ահազանգով։ Ասաց, որ հետևողական է լինելու, շուտով կպատասխանեն, տեսնենք։ Խափանման միջոցի մասին բողոքը դեռ նախորդ շաբաթ են դատախազին ներկայացրել փաստաբանները։ Պոստանջանը հետաքրքրվել է, թե ինչու այսքան ժամանակ անպատասխան է բողոքը։ Իսկ ասացի, իսկ երբ միջնորդությունը արդեն 10 օր է գտնվում է ձեր քննարկման տիրույթում, ինչու այդ միջնորդությանը չեք պատասխանել, ասեց դրա վերաբերյալ նույնպես կփորձի կատարել քննություններ, պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։ Փաստաբանի պնդմամբ այս պահին գերհրատապ է բուժօգնության կազմակերպումը, Ղուկասյանը ոչ թե պարզապես առողջական վիճակից է բողոքում, այլ լուրջ առողջական խնդիրներ ունի։ Նրան պետք է մշտապես հետևեն էնդոկրինոլոգը եւ կարդիոլոգը, բացի այդ անհրաժեշտ է կոնտրաստ աորտոգրաֆիա, որը չի արվել։ Հիմա փաստորեն այդ մշտական բժշկի հսկողությունը չի ապահովում։ Գլխավոր դատախազի օգնականի խոստումը երբ կիրականանա հայտնի չէ, բայց ըստ փաստաբանի ամեն վայրկյանը կարևոր է։ 5 օր շարունակ մենք կարող ենք արձանագրել մերժում, բայց թե երբ կտրամադրեն, միգուցե այնքան ուշ կտրամադրեն, որ շատ ուշ կլինի։ Փաստաբանը կարծում է բժշկին Վարդան Ղուկասյանի մոտ չեն թողնում, քանի որ այդ դեպքում կարձանագրվի, որ Գյումրիի քաղաքապետը կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի։ Բժիշկը պետք է գա, արձանագրի որոշ ախտորոշում, որը պահանջելու է բուժում, բուժումը հնարավոր չէ իրականացնել այս հաստատություն, բուժումը պետք է ստանա համապատասխան բժշկական հաստատությունում եւ դա հնարավորություն է ընձեռում արդեն մարդուն նաեւ ազատելու կալանքից։ Պոստանջանը նաեւ հիշեցնում է Փաշինյանի այս հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին Կարեն Սարուխանյանի հարցին պատասխանելիս։ Մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Մարդուն հանրային կյանքից զրկելը դա նշանակում է իր կյանքի ապրելու հնարավորությունից, իրավունքից, իր ցանկություններից ընդհանրապես զրկելը, որը տեղի է ունենում այսօր։ Ալբերտ Սերոբյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։